Ռոբերտ Քոչարյանի պոդքասթները դիտում եք։ Չէ, ժամանակ չունեմ, հերոստատուս չեմ նայում։ Միայն ժամանակի Հա։ բայց հետաքրքիր է ասելի։ Չէ, ոչի բաներից հետաքրքիր չի։ Ոչ։ Ինչու՞ չեք դիտում։ Դե ժամանակ չունեմ։ Ոչ։ Ես չեմ ապրում այս երկրում։ Չէ, ոչ մի բան չեմ դիտում, չեմ ուզում խոսամ ընդհանրապես։ Դե ինքը նորմալ բաներ ասում է։ Ռոբերտ Քոչարյանի պոդքասթները դիտում եք։ Անունները մի քիչ։ Ոչ մեկինն էլ չենք ուզում լսենք ու դիտենք։ Ոչ։ Ինչու՞ չեք դիտում։ Ճիշտ ասած ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Հետաքրքիր չէ, այսինքն ինչ ասելիք ունեն։ Քոչարյանը։ Չէ։ Ոչ։ Ինչու՞։ Ոչ մեկի պոդքասթ չեմ դիտում, առհասարակ։ Ինչու՞ չեք դիտում, հետաքրքիր չի, ինչ ասելիք։ Հերոստատուս չեմ դիտում։ Հերոստատուս չեմ դիտում։ Չէ։ Ինչու՞ չեք դիտում։ Քաղաքական հետաքրքիր չի ինձ։ Այսինքն չի հետաքրքրում ինչ է ասելու, վարչապետի տեխնոտրի է։ Չէ, հետաքրքիր։ Չէ, չէ։ Ինչու՞ չեք դիտում։ Գիտեք ինչ կա, աղջիկ ջան, այսօր ընտրությունն է։ Դպրոցում անցած կլինես, գումարի տեղը փոխելուց գումարը չի փոխում։ Այսօր ինչ ղեկավար ուզում ալինի, ես չեմ գտնում, որ դրական կլինի մեր նման շարքային մարդկանց համար։ Չի լինի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ավերեց Հայաստանը, տնտեսությունը զրոյացրեց, ահագին բացվեց իր ժամանակը, փակվեց, լենթերը կտրեց ու մյուս օրը չտեսանք, չկա չեմ տենում, հորիզոնում մարդ չեմ տենում։ Ու ես կաշխատում եմ ինքս, ում պետք է ընտրեմ։ Չունենք։ Այսօրը բոլորը, այսօրվա դրության բոլորն էլ բիզնեսմեն են, անուններ են դնում, փողատերեր են, իսկ նրանք իրենց կռուգը պետք է պաշտպանեն, մեզ ով է պաշտպանելու, մեզ համար ով է բարվոք վիճակ ստեղծելու։ Ոչ մեկը։ Ռոբերտ Քոչարյանի պոդքասթները դիտում եք։ Կարելի ասել այո, երբեմն նայում եմ։ Կարևոր ասելիք եք ստանում Ռոբերտ Քոչարյանից։ Ես ասելիքների չեմ ասում, բայց ես իրեն վստահում եմ։ Որտեւ ինքը փորձով ապացուցել է, որ այս երկիրը տնտեսապես ոտքի է հանել, ամենակարևորը ստրատեգիական նշանակություն ունեցող երկու ճանապարհ է պատրաստել Վեդիից մինչև Եղեգնաձոր եւ Սելիմի ճանապարհը, որոնք խիստ կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհներ են եղել Հայաստանի համար։ Էլ չհաշված մնացած բաները, որ ամբողջ Երևանը շինարարական հրապարակ էր դարել, ինչքան Ռուսաստանում աշխատողներ կային, արտագնա աշխատանքի, բոլորը հետ վերադարձան, եկան Հայաստան, պլյուս դրան 4 միլիարդ պարտք ունեցող երկիր էր ընդունել, հանձնել էր Սերժ Սարգսյանին 2.5 միլիարդ պարտքով։ Այսքանը ինձ համար բավական է գնահատելու նրա կատարած աշխատանքը։ Ցանկություն չունեմ։ Ինչի՞ չէ։ Ուղղակի ինչ մի խելոք բան պետք է ասի, որ իմանամ։ Դե կարող է ասում են։ Հա, կարող է որը։ Հերիք չի այդ մարդը թող գնա ատստավկա էլի։ Ինչ է ուզում այս ժողովրդից։ Ղարաբաղը նենց արեց հանձնեց տվեց, հիմա ինչ է սկսել։ Այս ժողովրդին է խափում, ես պիտի Ղարաբաղը հետ բերեմ։ Նորից գնան կռվեն։ Ինչ իրան դասեմ։ Բայց ժամանակ չունեմ իրան դասելու, որտեղ ոչ մի բան իրանից է։ Մարդը վարեց իր 10 տարի Հայաստանը, տեսար ինչ արիր։ Ղարաբաղին հանեց այդ ինչ են ասում։ Պայմը բաների ընթացքից կորցրեց։ Ինչ արին։ Ասում են հաղթանակել է։ Հաղթանակել միացրեիք, մի բան անեիք։ Մամանա բռնին թե ինչա։ Չէ։ Ընդհանրապես այդ մարդը չի կարող հասկանալ, որ ինքը վնաս է բերում Հայաստանին եւ ընդհանրապես բոլորին։ Թող գնա ինչ որ գողացել է, հապշտակել է միլիոններով, չգիտես ինչ աներով գնա Գերդաստանով ապրի։ Մի պրեզիդենտ լսել եք, որ թորները գնա ուրիշ երկրում։ Ծնդավերի։ Սխալ եմ ասում։ Խայտարակ բան է ուղղակի, ամոթ եմ ասել, որ մենք տենց պրեզիդենտ ենք ունեցել։ Հերիք չի կուտակել Գերդաստանը, ծորերը, թորերը, որ ուտեն, ինքն է գնացել թորներին նրան է բերում։ Հետո մեծ է խոսում, չէ, ես իրանց քիչ եմ լսում։ Մի խելացի բան իրանից չեք լսի, դե լավ հաջող է։